Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հուսով եմ, որ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք, դպրոց ենք եկել, առավոտ շուտ հովիս իջացրեցի պարտեզ, Սոնայից վերցրեցինք, եկանք, ամուսինս ա բերել, ինքը կսպասի երևի թե, որովհետև քիչ ժամանակ ունենք ստեղ անցկացնելու, քանի որ դպրոց գալու պատճառը ասեմ ինչն է, քանի որ դպրոցը վերանորոգման տակ ա մտնելու, պետք է բան անենք, գրքերը նախապես են բաժանում արձակուրդների հենց սկզբից, որպեսզի հետո երևի թե խնդիրներ կամ պրոբլեմ չառաջանա կամ կարող է խառը լինի դպրոցի իրավիճակը վերանորոգման հետ կապված, այսպես պատրաստվել ենք, եկել ենք Սոնայից հետ ամուսինս այնտեղ դրսում է, մենք արդեն դպրոցի բակում ենք, սպասենք մեր սիրելի ընկեր Գասպարյանին, հələ ինքն է կատարում երեխեքի հետ կապված բոլոր պարտականությունները։ Հա, մեզ մոտեցան, ասեցին որտեղից պետք է ստանանք գրքերը, Սոն ջան, արի մի հատ նկարվի, բարևի, բալես։ Սոնը ասել էսպես հագնվել է, իր աստիճն է վերցրել, պայուսակ ենք վերցրել, որ գրքերը վերցնենք մեր հետ, այսպես ստեղ սպասենք, թե մի անգամից գնանք։ Չէ, գնանք։ Հա, լավ, ուրեմն գնանք, հակառակ կողմից է բանի գրադարանի մուտքը, այնտեղից պետք է վերցնենք։ Այսպես ծխտիկներս ողջունեցի ձեզ։ Երկու րոպե կնստենք, 10-ին հələ շատ կա։ Դպրոցը կվերանորոգեն ամբողջությամբ նոր վերանորոգված դպրոց կունենան, բայց դա էլ բանը փոխելու է ժամանակի առումով, երկրորդ հերթ կգնան տարական դասարանները կգնան առաջին, իսկ արդեն 5-ից Սոնա ինքս կգնան երկրորդ հերթ, մի քիչ բարդ խնդրի առաջ ենք հիմա, այսպես ասած հարցի առաջ ենք կանգնած, չգիտեմ ոնց կանենք, դա մի քիչ սենց մտահոգիչ հարց է երկրորդ հերթի հետ կապված, դե առաջի հերթը հասկանում եք նորմալ է ժամի առումով տուն գան դասանեն, այսպես հեսա կանջատեմ, կգնանք մեր գրքերը կվերցնենք ու կգնանք տուն։ Ինչ ասոտ է։ Սիրելիներս գնացինք դպրոց, եկանք, գրքերը վերցրեցինք, 5-րդ դասարանի արդեն գրքերը վերցրեցինք, եկանք, դասարանում աշխատանքներ ունեին կատարած, երեխաները իրենց իրերը վերցրեցին, քանի որ վերանորոգման տակ ընկեր Գասպարյանը չուզեց, որ երեխաների իրերը, այսպես ասած, աղբը նետեն, որովհետև վերանորոգման ընթացքում դատարկվելու է, դե բնականաբար իրերը դուրս կնետեն, ամեն դեպքում Սոնասել ուներ նկարներ, աշխատանքներ, ալբոմներ, իրերն էլ բարձրացանք վերցրեցինք ու եկանք տուն, տեսանք մեր սիրելի ընկեր Գասպարյանին, այս մի քանի օրերի ընթացքում իրեն հասցրել էինք անչափ կարոտել, իրեն միշտ կկարոտենք, իրեն միշտ կսիրենք, այսպես սիրում ենք, ուզում եմ ասել, որ ես այնքան երջանիկ եմ այդ առումով, որ մենք մեր այս 4 տարիների ընթացքում ունեցել ենք ընկեր Գասպարյանին մեր կողքին, Սոնաս ունեցել է մի հատ հրաշալի հիասքանչ ուսուցչուհի, լավ մարդ, չքնաղ մի մարդ, որը որ այս 4 տարիների ընթացքում մեր կողքին ա եղել, մենք էլ սիրել, գնահատել ենք իրեն ու միշտ կսիրենք, թող որ այդպիսի լավ մասնագետներ, մանկավարժներ կլինի, հետագայում էլ արդեն բարձր դասարանների հանդիպեն բոլորիս կյանքում, որովհետև ճիշտ դրված հիմքը ու ճիշտ վերաբերմունքը աշակերտ ուսուցիչ շատ կարևոր է երեխաների համար, որպեսզի իրենք ճիշտ ինտեգրվեն այդ պրոցեսի մեջ, ուսման մեջ, ադապտացվեն շրջապատին, ինչի համար մենք անչափ գոհ շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր Գասպարյանից։ Այսպես եկել ենք դուրսը հավես, նայեք այգին, տակ, հավես եղանակա, հեսա սուրճ կդնեմ կամ ստեղ կամ ներսում կվայելենք, տեսնենք ոնց կլինի ու այսպես
վլոգի դեսքից արդեն ողջունել եմ դպրոցից, ասել եմ ձեզ շարունակությունն էլ արդեն գնումը հավես վլոգ կլինի, կդիտեք սրտիկներս, կբաժանորդագրվեք մեզ, կգրեք ձեր մեկնաբանությունները, գիտեմ, շատ սիրում եք մեզ, մենք էլ ձեզ ենք շատ սիրում։ Գնամ ես երևի թե մի հատ սուրճ դնեմ, չեմ փոխվի, որովհետև ոնց որ ասում եմ մի հատ սենց ուշքի կգամ ու նոր կանցնեմ մնացած անելիքների, սիրում եմ բոլորիդ, գիտեք չէ, ելակները հասավ, մոռացել եմ երևի ձեզ ցույց տամ, լիքը ելակներ բան արեցին կերանք, հիմա այս սև թութն է հասնում, դե ես ասել եմ, չէ, նախապես ծառը ասել եմ, որ թեթևացնեմ, որ գոնե այս իմ սիրելի տեղն է, որ ես սուրճը գժվում եմ դրսում, որ սուրճ եմ խմում, բանը թաթերը շատ մեծ թաթերա, նույնիսկ այս չափի լինում է, ինքը շատ, բայց պատկերացրեք այդքան մեր կտրելու հետ մեկտեղ լիքը եղել է, վրան եկեք շրջեմ, այստեղ նայեք, նայեք թթի մեծության, նայեք ստեղ, վաու, նայեք սիրելիներս այս թթերը, ինքը պետք է լավ սևանա, նայեք ինքը էլ է կարմիր է, կսևանա, բայց վերջ թութա, քաղցր, անտիր թութա, հեսա մի հատ սփռոց բերեմ ստեղ փռեմ, անտիր թութա, քաղցր, համով, ուղղակի ինքը սև թութը, ու ոտքի տակ որ լինում է, այ օրինակ այս ծառը կարելի էր այգու այնը վերևի մասում լիներ, չէր խանգարի, ավելի լավ բան կանենք, իսկ իր այս կեղտոտելու պատճառով մենք արդեն քանի տարի կտրում ենք, որտեվ ես ուզում եմ իմ այգին վայելեմ, որտեվ նայեք թութը սկսվում է այս սեզոնին, մինչև օգոստոսի երևի թե կես, ինքը հա հասնում ու թափում է, ուй ոնց կարամ ես իմ այգին, ես գժվում եմ, որ դուրսը նստում եմ, սուրճ եմ խմում, ստեղ էփում եմ, թափում եմ, շատ ժամանակ ամեն ինչ անում եմ ես դուրսը, դրա համար ես չեմ կարա, բայց կտրելու հետ մեկտեղ այսքան նորից մնացել է, համովա, բայց ինքն էլ իր բացասական կողմը ունի, կեղտոտումը, լավ, շատ համովա, գնամ, կհանդիպենք, Սիրելիներս, ես ու Սոնաս դուրս եկանք, հավես է, իշքան նկարեմ փոխվեցի, հայ դեպ տնային շորերս հակա, սենց թեթև հավես, հələ շորցիկ շուտ է չեմ հակնում, երևում է Սոն? Հա, հələ շորցիկ տենց չեմ հակնում, պատրաստել եմ իմ սուրճը, բայց Սոնան էլ է օգտվե առիթից, բանը, չէ, Սոն, էսի քոնն ես, պետիմն ես Քոնն եմ վերջ բերել, իմ տղեն քանի որ տունը չի, ես իրա բաժակը իրա ձեռքից վերցրել ժամանակավորապես, սառույցներ եմ լցրել, այսպես մակպոֆ եմ լցրել, բերել եմ դուրս, մի երկու քաղցր բանի հետ մի հատ սուրճ կվայելենք, ես ու իմ աղջիկը ու կանցնենք մեր հաջորդ անելիքներին, չէ Սոն ջան? այո, Սոնա, ողջունի էկրանից այն կողմ բոլորի, սա էլ մեր այսենց հրաշք այգի ու սա էլ իմ սուրճը, դուք էլ դրեք ձեր սուրճը, մեր հետ միասին վայելեք սիրելիներս, դե ինչ Սոն անջատի նստեմ սուրճս վայելեմ, ապրես կյանքս, մամայի գովքն է անում, հետո միացրեցի, ապրես սիրտս, դու էլ իմ գեղեցկուհի բալեքն եք, այս ինչա ընդեղ, հա, թված ինչա, Սոն ջան քարերը շարել էր, բայց օգուտ չունի, ունենց տակ հա, ունենց շոք հա, երևի որ ասեմ, այս ամառը ինչ սկսվել է, ամենատակ օրն է, չէ, որ հենց առավոտ շուտից այսպես տակ սկսվել է, բայց քամին միշտ կա ու կա, հա, գասը չխտեսնենք, արի, բեր մոտիկ, չխկած, բեր, չխկ, մեսիում վարել, վայ, օպա, իմ աղջիկս, իմ ընկերուհիս է, իմ ամեն ինչս է, իմ գանձս, քիչ մեծանում է, վաբշե ավելի լավ է լինում, սուրճի դեպ ինքնա դրե, ապրես կյանքս փորձեմ, անտիր ապրես, արևս, խնդրեմ, չարժի ոչ մի բանի համար, սենց, ոյ, հրաշք է ուղղակի, որ նստում եմ այստեղ, լիարժեք հանգստանում եմ, ես ասել եմ էլի ու կասեմ, Փառք Տիրոջը, այո, լիարժեք հանգստանում եմ, հովս գնում է իր համար պարտես,
Սոնաս դե արձակուրտը, Սոնաս ինձ բացարձակ չի խանգարում, շատ հարցերում նույնիսկ օգնում է իմ աղջիկը։ Հեսա շուտով երեխես իր պարապմունքները կսկսի անել, դասերով, բաներով, գիրքով, գրելով, հանգստանալ, բայց դասերը չենք բաց թողում երբեք։ 4 տարի ինքը դպրոցա գնացել, 4 տարի ինքը ամառը ազատ չի եղել։ Ազատ եղել է, բայց ոչ լիարժեք, որովհետև պետք չի թողել դասը, գրավորը, ուսումը երբեք։ Անցած տարի ամառը ես ընդունվեցի գրադարան։ Հա։ Ու ես ամառը 50 գիրք կարդացի, 50-ից դաժավել։ Հա, մեռնում քեզ։ Անդադ վերցնում էի, հետաքրքիր կարդում էի իմ համար։ Ես նույնիսկ մոռացել էի ասել, լավա հիշացեցի։ Ժամանակ եմ անցկացնում։ Այս տարի էլ կվերցնեմ գրքեր։ Ու գրքերը գիտեք, չէ, որ տալիս է գրադարանը, անպայման բալես, պարտադիր։ Գրադարանը, որ Սոնայից տալիս էր գրքերը 15 օրով, 15 օրով այո։ Սոնան երկրորդ օրը հետ էր տանում։ Երկրորդ, մաքսիմում երրորդ, եթե իհարկե papayin հարմար էր լինում, իրան իջացներ գրադարանի գծի վրա էր ասենց ասեմ, այ ուրոքից ինքը Սոնան մի օրում, օրուկեսում իր վերցրած գրքերը իր տարիքի համապատասխան, չեմ ասում 100 հատորներ, չհասկանաք սխալ, իր դաս բաների դենտեղ գրադարանում տարիքով բանով ամեն ինչ համապատասխան։ Մեկ էլ մի բան, հիշում ես, առաջին գիրքս, որ վերցրեցի, ինչ-որ տղայի ու աղջկա նկարով գիրք էր, ինքը շատ հաստել չէր, շատ բարակել չէր, ուրեմն վերցրած ժամանակից մտածում ու սկսեցի կարդալ, գրքի կեսը կարդացի, երեկոյան գիրքը վերջացրեցի, հաջորդ օրը պիտի տանեի։ Մենք այնտեղ ստորագրում էինք, որ 15 օրվա ընթացքում պետքա գիրքը անպայման վերադարձնես իրենց գրադարան, մի օր կգնանք կնկարենք, այնտեղ կարաս ընթերցանություն էլ անես, դե ամեն ինչ կարաս։ Այնտեղ դպրոցով էքսկուրսիաներ էին գնում։ Գիտեմ, բալես, շատ լավն է տեղի գրադարանը, շատ լավն է։ Մի խոսքով ու սենց մնում է սկսենք այս տարվա գրքերը, գրավորները, պարապմունքները, դասերը, պարապ չենք մնում։ Հովուլս ազատ այդ առումով թող իր համար իր խաղերը վայելի, Սոնան էլ համնա է անում, համնա համել ամեն ինչ անում, հա։ Ամենաշատը գիտեք, սիրում եմ մեծ չափի գրքեր։ Հա։ Վերցրեցի, ուրեմն այդ գրքի անունը Գլոբրի էր, հիշում ես, պինգվինի նկարով ինչ-որ գիրք էր մեծ քառակուսի սենց։ Այդ պատմությունին շատ հետաքրքրեց, ես շատ սիրեցի այդ գիրքը, ու ինձ կուզեի նույնիսկ կարդալ, բայց դե որ արդեն կարդացել եմ։ Հակարս նորից կարդաց, եթե սիրել ես։ Դե հա, ուղղակի ինձ գրքերը այնքան շատ են ու հետաքրքիր, որ չես ասցնում, որ կարդաս, որը թողնես։ Ուզում ես ուրիշը չէ վերցնես։ Հացյանից ուտեմ, կեր էլի։ Չեմ ուզում։ Ես արդեն համերը վերջացնում եմ։ Հա։ Սոնայի սարուս չեմ լցրել։ Իմ ջուրը սառն է, բայց Ջուրը սառն է, բայց սարուց չարեցի ավելի նոր սառնություն բալես դրա համար։ թող ամառվա շատ շոքեի սառնոցով։ Հա։ Հա, պարտադիր։ Իրեք ոպշո շոք էր։ 24% արև կար։ 24 աստիճան։ Ահա, տոկոս աստիճան արև կար։ Այսօր է շոկ կլինի, արդեն զգացվում է։ Հո, ես արդեն եմ, որ հագնում եմ ամառային ամեն շորերս, որտեղ շոտ եմ շոքում ես։ Իսկ ես չէ։ Դու չհա, դու չես շոքում։ Իմ գեղեցկուհի մայրիկը չի շոքում։ Իսկյանքս։
Երեք ես այդ շոքին այդ թեթև բարակ ժակետ էի գցե վրես, բարակ։ Հեսա որ ախր կիսաթև է հագնեմ վառվելու եմ, որ չեմ սևանում է, վառվում եմ սաղ այսենց։ Դրա համար չեմ ուզում։ Հնար լիներ չէի հագնի կարճաթև գիտես չէ, երկարաթև կմնայի, բայց դե արդեն շատ շոկերին չեմ դիմանա։ Ես որ սպիտակ եմ չեմ սևանում, ես վառվում եմ սաղ մաշկս։ Արդեն ստեղ ունի, որտև են որ լվացկա բանը փռել է այս կոմենքում, փոխվել է գույնը։ 25 թվի օշումն է շատ տաք մնացել, բայց ձմեռը ձյունը շոտ եկավ, չէ։ Դրա համար ցուրտ եղավ։ Այսպես էլ մեր առավոտյան սուրճը, նենցա որ էսի երկրորդն է, ես ժամը 7-ին հելել եմ, սուրճ եմ խմել, հետո նոր պատրաստվել եմ սև սուրճ, հետո նոր պատրաստվեցի, որ գնայինք, ես իմ սև սուրճը պարտադիր խմում եմ, պարտադիր առավոտ շուտ։ Սա ուղղակի հովանալու համար ու անցնեմ գործերից։ Պետք է գործերից հասցնեմ։ Միս ունենք ջառոցը դրած այդ միսը կուտենք։ Ինչ ուտենք այդ նախաճաշ։ Դե դի նախաճաշ եսը չեմ ուտի։ Նայ լեսոն բանը։ Սամայլոտ չի, գիտես, սամայլոտ չի են բաներն է։ Հերտայլոտ էլ չի ոնց որ։ Են թեթև բաները որ կան դրանցից է։ Մի հատ YouTube-ով մի հատ բան է տեսել, մի հատ աղջիկ նստել էր սամալյոտը, պատոհանին հեռախոսներ հենե փակել էր բանով, որ ճանապարհը սաղ նկարվի, վերջում հելել էր արդեն այդ բանից, սամալյոտի միջից հեռախոսը մոռացել։ Զարմացած գրպաններն անեմ հեռախոսը մեկը իշեց ու սամալյոտը չեմ մոռացել։ Վայ չեղա վերջը։ Մնացած են սամալյոտի մեջ։ Մնացած են սամալյոտի մեջ։ Բա Այսպես լավ առավոտ։ թութ չկա ասում։ Ես մի երկու հատ կերել եմ։ Թութը վերևներն է, գիտես, նային դե Հասնում է արդեն, գիտես։ Մտիր հասնում է։ Պոյս հասնում։ Պրոստը ստեղ չթափվի գոնը։ Մամայի հանգստյան գոտին չփչացնի ավի։ Դե չէ բռնեմ կտրեմ։ Այս մեր կողքի փողոցը մի հատ մեծ թթի ծոր կա, ընդ օրդե սող թափելով գետնի վրա այդ հետքերը թողել է։ Երևէ որ այն օրը գալիս ենք, հովուլ է որ քեզ ինդեղից ծաղիկներ են վերում։ Այն վերևի տնից, դրսից։ Ընդեղի։ Այդ տան թութն էլ լրիվ թափվել էր, ամբողջը սև էր։ Ամենաշատը մամ դու սպիտակն ես սիրում, թե սևը։ Սևը ամենաշատը սպիտակն էլ է համով, բայց ես թթի այդ երևույթը տանել չեմ կարում, ոչ դուրսը փողոցների վրա, ոչ հայաթում։ Կապ չունի էլի որտեղը։ Իրանով մեկ կեղտոտում է էլի ամեն ինչ։ Այս մեր թութը շատ հսկայական, ինքը ուճուր ծառ է, բայց շատ է մեծանում, թփերը շատ մեծ է, իր հələ ինքը լրիվ չի բացվի, իր թփերը ամեն մեկը էսենց։ Մենք հələ կտրել ենք։ Քանի անգամ ենք արդեն կտրում, գարունն էլ ենք էլի կտրել, ինքը մի անգամից բոյը տվեց ու հելավ, մեծ թթեր է լինում այսենց ու մեծ տերևներ շատ համով է, բայց շատ է կեղտոտում։ Եկող տարի էլի պետք է կտրվի, որ այդ մի քանի հատնը չլինի վրան։ Ես նույնիսկ ուզում եմ ստեղ թեկուզ դեկորատիվ ինչ-որ բան դրվի։ Ծառ։ Հա։ Կոյ։ Ծառն էլ էս ամեն ինչը փոխվի էլի, ոտքը թլքաշի, բալես կամերան բան ես անում, ճոճում ես, փոխվի, սիրուն սեղան ու բան սարքվի ստեղ սուրճիկ ամեն կողմը,
դե բիսեդկայի մասին խոսք չկա, բայց ամեն դեպքում այս խոտերի բաղջայի մեջ ուզում եմ որ մնա այս իմ սուրճի տեղը։ Տան դիմացի բալկոնը որ լինի, Ինչ է։ շատ լավ կլինի, արդեն դե հով սիրուն։ Հենց չես վերջացրի սուրճը։ Կերելի նրանք։ Խի։ Դու տեսնեք երկրորդ անգամ չեք։ Հա։ Ոյ մենք այտենց ենք, հա, մենք չենք սիրում այս լուրջ, ես էլ եմ որ սենց զուտ մի հատ հետը բերեկուս արեցի, բայց ես չեմ սիրում, տանել չեմ կարում այս պետական վաֆլիներ, պեչենիներ, չգիտես ինչեր ու լիքը կանֆետների հազարավոր տեսականիներ չեմ սիրում ես։ Իմ համար 1000-ից մի կանֆետ լինի, որ ես սիրեմ, ուտեմ սուրճի հետ, ես նույնիսկ այն սնիկերս բաներն էլ չեմ սիրում։ Ես առաջ սիրում էի, բայց հիմա չէ, ես արդեն քանի տարի չեմ սիրում։ Հիմա իրիսն ես սիրում։ Մենակ իրիսն եմ սիրում։ Չեմ, բանն եմ սիրում, Ռաֆայելոն, հավեսը ենք էլի սուրճի հետ թեթևա, հա։ Բանն համով, սորինի են կլոր շոկոլադները, բայց որոշ հատիկներով է, գույներով է, մեկ էլ են ռոշենի, հա, հատիկները։ Սորինիներ են բան գունավոր կլորները, որ դու սիրում ես։ Գունավոր թղթերով սորինիները։ Մոռացել։ Որ տենաս խանութի մեջ կհիշես։ Հա։ Երևի դրանք տենց չէ, ուրիշ ոչ մի բան։ Իսկ ես թխվածքների հետ կապված, ես պետական խմորեղեն բանն էլ տենց չեմ սիրում, կամ թեկուզ այդ ծնունդի տորթերը արդեն նենց է դարձել, որ այդ ծնունդի տորթերը, եթե մի կտոր դնեն, ես միսես պուճուր մաս կարողա ուտեմ, եթե չէ։ Օրինակ բանը, ես սիրում եմ այն կոնֆետները ամենաշատը սիրեցի, որ պուճուր տուփերով էր, գունավոր, մեջն է սպիտակը։ Հա։ Որ կայզերից վերցրեցինք դրանք։ Հա։ Դրանք եմ սիրում։ Շոտ եմ սիրում, շոտ եմ։ Եմ բիսկվիտային բաներ, կալիա պապային ասել, ստեղ ախր նորմալ չկա, սիթիում էլ չկա։ Կայզերից բերի կանֆետներ կոնե ձեր Հա, սիրած։ մեկ էլ գիտեք, որն եմ շոտը սիրում, բան, Կան վաբշե կարելի է այս երկու օրը քաղաք իջնել, ես գործեր էլ ունեմ։ բրունի կոնֆետը։ Հա, բրոնին սիրում ես համովա, հովուլն էլ հավանեց էդի։ Հա, հովլը սիրեց։ Հա։ Երեխեքն էլ ամեն բան չեն ուտում, նայած ինչ քաղցր, նայած ինչ սենց թխված կաբլիտ, ամեն շոկոլադ չեն ուտում, ամեն թխված կեղեն չեն ուտում, տնականը ուտում են, սիրում են իմ թխածը շատ։ Դրա մասին խոսք չկա, ես էլ եմ իմ թխած ամեն ինչը սիրում ուտում։ Իսկ մնացածը որ թվարկեցի շատ տհաճ բաներ կա, որ որ կուլ չի գնում, ոնց որ դաժե կծել չի լինում, ես այդ ձևի զզվում եմ։ Քաղցրակեր չեմ ես մի խոսքով։ Գնում ես սոնս։ Հա, այսօր կգամ, նա տան վերցնեմ։ Ես պրծա արդեն բալես հեսա։ Կգամ ներս։ Նախաճաշ սարքեմ, ուտենք։ Շո, պրծա ես։ Սա էլ ձեր հետ սուրճը, միասին զրուցեցինք, խմեցինք։ Հուսով եմ դուք էլ եք իմ հետ դրել, խմել, վայելել։ Դե ինձ սրտիկներս դուք էլ անցեք ձեր գործերին, ես էլ գնամ իմ գործերին։ Անջատեմ այստեղ, բայց կհանդիպենք, տեսնեմ որտեղ կհանդիպենք։ Առայժմ սիրելիներս պատրաստվել ենք, դուրս ենք եկել, ես ու Սոնաս գնում ենք հովուլի հետևից, բայց մինչև հովուլին վերցնելը, Սոնան չգիտես ինչու ես ինչքան ժամանակա կպելա, թե ականջներս մամտար ծակի, հետա իրանը մի անգամ ծակել էինք, ուղղակի թարախակալվեց երեխայի ականջները, ինչ անում էինք, չէր լավանում, բորբոքվում էր, թարախակալվում էր նորից, ինչ դեղորայք բանով ասես անում ենք։ Հիմա արդեն մի տարի անցել է, մի տարի Սոն։ Մի տարի անցել է, Սոնան նորից ուզում է որ ծակենք ականջները։ Հա? 2 տարի համարյա ու սենց կգնանք, Սոնայիս ականջները տեսնենք, այսօր կծակենք, թե ժամ պետք է վերցնենք Վարշավիրանոցում։ Որոշել է ծակի։ Ես ասում էի պետք չի, թող մի քիչ մեծանա նոր, բայց ամեն դեպքում որ որոշեց թողանի,
որովհետև չգիտեմ, երեխայա ուզում է վրա է մնում, հավեսը տալիս է, փորձենք անենք։ Այսպես դուրս գանք, գնանք մամա ու աղջիկ, տեսնենք ծակելու ենք այսօր թե ոչ, բայց կանենք, եթե հերթագրեն, վաղը կանենք ուրեմն։ Ինձ թվում է կարող է հերթագրեն, կարող է մի անգամից տեղում ծակեն, չեմ կարծում, որ Պրիվետ։ Չեմ կարծում, որ երկար ժամանակ կտևի։ Դե ինչ, գնացինք։ Սոն, բարև երեխեք ջան։ Սոն ջան, ինչ կա։ Գնում ես ականջները ծակես։ Տրամադրվել է Սոնաս։ Գնանք թողանի, գոնե այս անգամ լավ ստացվի, չթարախակալվեն ականջները, ծակենք, վերջացնենք, վերջապես։ Գնացինք։ Ելիներս, մենք արդեն տեղում ենք, եկել ենք։ Հիմա ստեղ երևի թե այսօր հիմա կծակենք Սոնայի ականջները, այսպես։ Վախենում ես։ Ուրեմն Սոնայից ընտրեցինք այս գույնի ականջողերը, ինքը բժշկական պողպատից է, մեզ ասեցին, հիմա այս գույնով ու այս գույնը շատ սիրուն գույն է, Սոնայից ականջները կծակենք, նայեք ինչքան լավն է, այսպես, Սոնաս նստել այստեղ, պատրաստվել է, հիմա կծակենք, Սոնա մի վախեցի, նայեք ինքը ինձի որ ստիպելով բերել է, բայց հիմա վախենալու բան չկա բալես, ես արագ ֆիկակուրի կկանի, կգնանք, Սիրելիներս, էջը կնշեմ, աշտարակ քաղաքում է գտնվում, հասցեն կնշեմ, Վիկայից կիմանամ, Վիկան էլ մեր ծնողներից է, Սոնայի ստաց ընկերու մամանը, Խուսալի ձեռքերում են գտնվում, հավես խանութ ունեն, հեսա վերջում խանութն է ցույց կտամ, Վիկ, հա, Հավես է, չէ՞ որ ծանոթ մարդու մոտ ես գնում ամեն ինչ ազատ անում ես։ Ասա չի ցավ, չէ՞։ Չէ։ Չի ցավում, բաբշե Վիկ։ Դե մի թեթև։ Մի թեթև։ Օրինակ Անիտա գիտես ինչ ասեց, սենց ծակեցի, փոքր էր հələ։ 4 տարեկան սենց ցարեց։ Կլաս։ Սոն Անիտան, որ այսօր բանում գրադարանում հանդիպեցիք, վազեցիք, գրկեցիք իրար ինքն է։ Չէ, ուղիղ պահի, գլուխը։ Բալ դու ուղիղ պահի, որ բան չանի։ Ստեղ կակած եղել։ Հա։ Բան, անենց տեղ, որ փոսիկ լինի։ Հա։ Շատ բան չլինի, հաստ չլինի։ Ինձ չես նկարում։ Չէ, հանգիստ։ Քեզ չեմ նկարում։ Տեղը գտնենք, մի հատ սիրուն։ Այդ մեկն էլ թողանի Վիկակուրիկը կյանքս։ Նա դունայի տեղը լավ է, չէ։ Տեղը լավ է, չէ։ Չի ցավ, չէ։ Քիչ երկու լավ չկանենք արել են օրը, զգիր մի հատ ուշադրություն չի դարձնել։ Վերցոնը։ Վայ, ինձ սիրուն եղավ Սոն։ Կյանքս։ Շատ սիրուն է, ուրախությունով։ Ես մի րոպեելի ցավը Շատ սիրուն է կյանք, հա, շատ։ Ինչ լավ է, որ այդ գույնը ընտրեցինք։ Վայ, սազեց, արև ես։ Ես մակի լավ չի։ Ես տեղը, օպերատորը Սոնայից տեղը։ Վիկա, հա, ինչու է։ Այո, ինչու ոչ։ Օպա, մի վարկյան, ես չգիտեի, որ սենց հեշտ է։ Ես ուրա նայք ես։ Հələ նայի կյանքս, ուրախությունով շատ սիրուն է։ Իչի նայի, արիստեղ նայի։ Այսենց, տեղը տեղին։ Ես հասցեն կնշեմ, Վիկայիս հասցեն, խանութ սրահը, ամեն ինչ էլ անում են։ Վերևում է Վարշավիրանոցը Վիկ։ Այո։ Սիրելիներս նայեք, մի հատ դուք տեսակ, ոչ ցավ զգաց երեխեն, ոչ մի բան։ Այսենց հանգիստ ակուրատնի նախապես է մշակվել է ամեն ինչը տեղը տեղին։ Դե ինչ ուրախությունով։ Նայեք այսենց մի հատ արագ ցույց տամ խանութի տեսականին։ Այսենց հավես խանութը ամեն ինչ ունեն իրանց մոտ, նայեք ամեն ինչ։ Այսենց կարակ գտնեք ձեր ցանկացած կոսմետիկան, խնամքի միջոցները, նվերները,
Այսինքն սիրուն հավես խանութը Մազերի մաշկի։ մազերի համար, մաշկի համար։ Վիկ, դրանք մազերի ու մաշկի համար են սրանք, այս սրանք։ Սա մազերի խնամք է։ Հա։ Լյուքս դասի, դասի խնամք ունենք, տարբեր ֆիրմաներից։ Բայց ինձ ավելի լավ է, ասես որ խոսում եմ քեզ խանգարում։ Չէ, դու շատ ավելի լավ է լինում, որ խոսում ներկայացնում ես, քեզ չեմ նկարել։ Կողքից անկապ որ խոսում։ Չէ, կյանք խոսա դու։ Այտենց ավելի հետաքրքիր ու օրիգինալ է լինում։ Այո, իհարկե։ Հիմա Վիկ ջան, կարաս այսենց ասես ցույց տաս տեսականին։ Մազերի պրոֆեսիոնալ խնամք ունենք, լավ դասի խնամք ունենք, դեպքի, մաշկի, դեկորատիվ կոսմետիկա, օծանելիքի, բույրերի լավ տեսականի։ Արի գնանք էտել տեսնենք, այսպես տեսականին քո։ Ոնց տեսնում եք, այս կողմում էլ օծանելիքների տեսականին է, սիրելիներս կարող եք գտնել մազի ներկեր, գեղեցիկ նվերներ, ամեն ինչ իրենց մոտ, ոնց տեսակ Վիկանն էլ ինքը թվարկեց, որ ամեն ինչ ունեն, վերևում ունեն վարսավիրանոցը, որը որ սպասարկում է իր ամեն ինչով շատ բարձր մակարդակի վրա, ու Վիկան էլ անմիջական շատ լավ հավես աղջիկ է, այստեղ տեսնում եք իրենց սալոնը դրսից, այնտեղ ներքևում հասցեն է, վերևում էլ վարսավիրանոցն է, շատ լավ սալոն է, բարձր մակարդակի սպասարկում, հավես մարդիկ, մի խոսքով այսպես ուզեցի Վիկայից իմ շնորհակալությունը հայտնել և ցույց տալ իր գեղեցիկ խանութը և վարսավիրանոցը։ Սիրելիներս, մենք արդեն տանն ենք, եկանք հասանք, Հովուլիս էլ վերցրեցինք, պարտեզից եկանք տրանսպորտով, ես Սոնաս Հովուլես, ինչպես տեսակ, Սոնայիս ականջները ծակեցինք, մի հատ հիանալի անձնավորության մոտ, մեր ծնողներից է Վիկայի մոտ, որ տեսակ ոչ ցավ զգացոնան, ոչ մի բան, թեթև ձեռք ուներ Վիկաս, Վիկայի շնորհակալություն ենք հայտնում, ինքը նվեր արեց դա Սոնայից, քանի որ մոտենում է Սոնայի ծնունդը, Սոնայի ծնունդին նվեր արեց, ինչի համար անչափ զգացված ու շնորհակալ եմ իրեն լավ մարդ տեսակի համար, սալոնը վերևում է, մի օր առանձին կարող է լինի սալոնն էլ նկարեմ, բայց ամեն դեպքում ես վիդեոն էջը կթողնեմ իր խանութի, ներքևը խանութներ, ամեն ինչ կար, օծանելիքներ, կոսմետիկա, խնամքի պարագաներ, մազերի, մաշկի, ամեն ինչ, ներկեր, դե բնականաբար վերևում էլ գեղեցկության սրահը իր ամեն ինչով, դրսից էլ նկարել եմ ամեն սալոնը, որտեղ է գտնվում։ Ահա այստեղ նշել եմ Վիկայենց հասցեն, խանութի և վարսավիրանոցի, խանութը ներքևում էր, վարսավիրանոցը վերևում էր, կարող եք մոտենալ և սպասարկվել բարձր մակարդակի վրա, Վիկաս շատ հավես մարդկային աղջիկ է, շատ հավես մոտեցում է ցույց տալիս իր հաճախորդներին, ունի իր շատ լավ թիմը, կատարում են բոլոր պրոցեդուրաները վարսավիրանոցում նույնպես և այսպես, մի խոսքով, սա էլ Վիկայի խանութը և վարսավիրանոցը, սիրելիներս, ովքեր որ մոտ եք բնակվում, ովքեր որ աշտարակում եք բնակվում, ովքեր որ գիտեմ ունեմ շատ հետևորդներ, որ ինձ դիտում եք աշտարակից, գրում եք, սիրում եմ բոլորից շատ, մեծ սիրով և այն որ սենց մաքուր սրտով ձեզ առաջարկում եմ հավես լավ տեղ, որտեղ ձեզ կմոտենան շատ սիրով և հարգալից և ձեռք կբերեք թե որակյալ ապրանքներ և թե որակյալ սպասարկում ձեր մազերի, մաշկի և ամեն ինչի հետ, դիմահարդարման ամեն ինչի հետ կապված։ Սա էլ այսպես, դե ինչ, մենք էլ արդեն տանն ենք, ոնց ասեցի, երեխաների հետ անցնենք մեր երեկոյան անելիքներին, կատարենք մեր երեկոյան անելիքները, շատ ուրախ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հավես զրուցելով ներկայացրեցի խանութը ոնց տեսակ, Վիկաս հավեսով ամեն ինչով ներկայացրեց, Սոնայիս ականջներն էլ շատ լավ վիճակում էր, մինչև հիմա էլ շատ լավ վիճակում է, ուզում եմ ուղղակի իմ շնորհակալությունը հայտնեմ այսպես Վիկային։ Ես հիմա եկեք անջատեմ, ես իրեն խանութից ունեմ գնում արած կատարած, որը որ օրիգինալ պրոֆեսիոնալ ապրանք է, մազերի խնամքի միջոց է, հիմա դա էլ ցույց կտանք ու մեր գնումները։ Սիրելիներս, Հովուլիս պարտեզից վերցրեցինք եկանք, ես ու Սոնաս
գնումներ ենք կատարել, մի քանի խանութ ենք մտել, գնումներ ունեինք անելու, այսպես ուրեմն վերցրել եմ Սոնայիս համար 4-րդ դասարանի, որովհետև իր անցած թեմաներն են, մաթեմատիկայի այսպես հավես աշխատանքային տետր, շատ լավն է, ամեն ինչ կա մեջը, խնդիրներ, վարժություններ, նայեք, ամեն ինչ կա այսենց մեջը, սա ինչի է 4-րդ դասարանի, որովհետև ինքը 5-ի բաները չի անցել, ինքը կպարապի իր 4-րդի աշխատանքները, որպեսզի 5-ում աշխատած արդեն գնա, իր գիտելիքներն է չմոռացած, նայեք ինչ հավես մայրենի տետր է, այսենց հավես ամեն ինչով իրա, շատ լավն է Սոնջան, հետո ուր է այստեղ, քանի որ մի րոպե ոչ թռավ տետրը, քանի որ իմ Սոնայենք 3-րդ դասարանից գերմաներեն են անցել, իրենք անգլերեն չեն անցել, սովորական դպրոցների նման, դա շատ վատ է, ես ասեմ, շատ բացասական է ես ազդելու իրա, ինքը 5-րդ է լինում, ինքը նոր անցնելու է անգլերենի տառեր, չգիտեմ, բառեր, սենց, բայց մենք վերցրեցինք ամեն դեպքում սենց լավ տետր էլի մի հատ, անգլերենի, համ բառեր կա մեջը, համ տառերը կսովորի մի խոսքով, սա էլ տարական դասարանի ինչի, որովհետև Սոնայինքս էլի եմ ասում, անցել են գերմաներեն 2 տարի, բայց անգլերեն նոր պետք է անցնեն, իրենց դպրոցում է այդպես, հիմա ուրեմն դա այդպես գրադարանից, սա վերցրել եմ սենց դանակ, 2 տուփ սենց անձեռոցիկ, 2 հատ սենց հավես, սիրուն, զամբյուղ, հիմա կասեք անընդհատ գնում եմ, պետք եմ որ գնում եմ, սիրելիներս, շուտով որոշել եմ սիրուն իմ իրանք մանրունքների, խոհանոցում էլ կարող եք կոսմետիկայի, կարող եք լոգարանում, ինչ ապրանք ուզենաք, իրենց կարող եք այսպես տեսակավորեք դնեք, ես ինչի համար եմ վերցնում, ես շուտով կասեմ, ուրեմն վերցրեցի մի հատ սենց սիրուն գույնի մանիկյուր ոտքերի համար, դե ձեռքերս արդեն գիտեք անում եմ, սենց սիրուն գույն վերցրեցի, նեժնի, ինքը նեժնի սիրենվի է, այդպես, ու մեկ էլ ամենակարևորը, իմ Վիկայի մոտից, որ ես Սոնայի սակաժները ծակեցի, իրա խանութից, վերցրել եմ օրգինալ, այսպիսի բալզամ մասկա ինքը շատ բավականին մեծ է, իրենց մոտ ասեմ բավականին են որ սենց գները հարմար է, ես եթե այս վիդեոյի հետ չկցեմ, ուրեմն առանձին իրենց վիդեոն կնկարեմ Սոնայի սականջները ծակելու, արդեն ընդեղ եթե տեսած կլինեք, եթե չէ իրենց խանութն է, ասել եմ ամեն ինչի խնամքի, ամեն ինչի պարագաներ ունեն, դե վերևում էլ վարսահարդարանոցն է, իր ամեն վարսավիրանոցի, իր ամեն ինչով, իսկ ներքևում խանութը, խնամքի միջոցներ, մարմնի, մազերի, ամեն ինչի, ներկեր, կոսմետիկաներ, դեկորատիվ, ունեն ցանկացած բան, մի խոսքով, սա վերցրել ենք, շատ լավ բան է, Վիկաս խորհուրդ տվեց, իմ ու Սոնայիս համար եմ վերցրել, անկեղծ ասած, տենց առանձին էլ բան չարեցի, որ վերցնենք, ես ու Սոնաս կօգտագործենք, ինքը բավականին մեծ է, բավականին ու ամենակարևորը ինքը օրիգինալ ֆիրման է, մի խոսքով նայեք, ինքը օրիգինալ պրոֆեսիոնալնի խնամք է, այստեղ ավոկադոն եւ օլիվան, բանը, ձիթապտուղը, այսպես շատ խորհուրդ տվեց, մենք էլ վստահել ենք իրան, ինքը շատ լավ աղջիկ է, շատ լավ անձնավորություն է, այն որ խանութ էլ մտնում ես, հավեսդ գալիս է, ամեն ինչ կարող ես հարցնել ու ինքը քեզ խորհուրդ տա ճիշտ խնամքի միջոցներ, սա էլ այսպես այսենց ասեմ սիրելիներս, մեր գնումները իմ ու Սոնայիս կատարեցինք, եկանք տուն, հիմա կտեղավորեմ, մենք էլ կփոխվենք ու կանցնենք երեկոյան մեր հավես, սա էլ եմ իրա մոտից իդեպ վերցրել, սա էլ եմ Վիկայիս մոտից վերցրել, այսպես հավես գնումներ կատարեցինք եկանք, այսքանը անջատեմ սիրելիներս, կհանդիպենք, մոռացա սրանք ցույց տամ, վերցրել եմ ուրեմն մարմնի սփրեյը ինքը եւ միաժամանակ թևատակի դեզոդորանտ, շատ անուշ հոտով, շատ լավ պահպանում է, թե բույրը, թե ամեն ինչ, սա էլ ամուսնուս համար թևատակի էլի վերցրեցի, շատ գոհ եմ այս կանացի թևատակից եւ մարմնի սփրեյից, սա էլ սառը սուրճ եմ վերցրել,
արդեն անընդհատ սառը սուրճ ենք խմում ու այսպես մի տուփ էլ սրանից։ Առայժմ սիրելիներս կհանդիպենք